Այսօր նոր թեմա կսկսենք, եռանկյունաչափական շարքերն ենք դիտարկելու։ Եռանկյունաչափական շարք նրա գործակիցների հաշվում է Euler Fourier բանաձևերով։ Նախ մի քանի հատ սահմանում տանք, Ազերոքես մարած ակա կոսինուս kx մարած մեկա սինուս kx ֆունկցիան անվանում են տեսքի ֆունկցիան, հա անվանում են եռանկյունաչափական բազմանդամ։ Ազերոքեսին անվանում են ազատ անդամ։ Քիչ հետո կտենանք, հա, ինչ պատճառով է ազերոքես գրվում, այլ ոչ թե ազերո, իհարկե շատ ավելի բարձր կլիներ ազերո գրելը, բայց ինչ-ինչ հարմարություններից ելնելով ասենց գրելը կտեսնենք, որ ավելի հարմարավետ է։ Ազատ անդամ իսկ ակա բեկայերը եռանկյունաչափական բազմանդամի գործակիցներ։ Մեկ էլ կասենք, որ այս եռանկյունաչափական բազմանդամը, հա, այս ակա կոսինուս kx մարած մեկա սինուս kx եռանկյունաչափական բազմանդամը n-րդ աստիճանի է։ Ու եթե կոսինուս nx-ի կամ սինուս nx-ի այդ երկու գործակիցներից մեկը գոնե 0 չի, այսինքն an-ը կամ b-ը 0 չի, այդ նշանակում է, որ այդ քառակուսիների գումարը չի կարող 0 լինել, հա։ An-ը եւ b-ը միաժամանակ 0 չեն։ Հիմա այս համանման ձևով արդեն կարող ենք եռանկյունաչափական
շարքը սահմանել Հազրոքես գումարած կան մեկից անվերջ արդեն ստեղ մեկից անվերջ հա շարքի գումարում ես անկա կոսինուս kx բետա սինուս kx տեսքի ֆունկցիային անվանում են կանոնենք եռանկյունաչափանական շարք Շատ լավ, հիմա ասենք պատկերացրեք, որ այդ ֆունկցիան ունեք, գումարը ունեք, ուզում եք հասկանալ, թե այդ գործակիցները որոնք են, ազրում, որ ա-կայերը որոնք են, b-կայերը որոնք են, հա, ասենք եթե ինչ-որ մի հատ պարզ օրինակ նայենք, եթե նայենք R2-ի վեկտորները, ասենք 5 անգամ, ասենք E1, հա, 1-0 վեկտորը, գումարած 3 անգամ E2-ը, որը տալիս է ասենք 5-3 կոորդինատներով վեկտորը, հիմա այս 5-3 կոորդինատներով վեկտորի վերլուծությունը, այս E1-ի ու E2-ի միջոցով, հեշտությամբ այս 5-ն ու 3-ը կարող ենք գտնել, այդ 5-ն ու 3-ը ոնց են գտնում, իրականում, այս, ոնց որ առաջին հայացքից պետք է ասեիք, որ առաջին կոորդինատը 5-ն է, երկրորդն էլ 3-ն է, բայց ոնց որ մի քիչ ավելի ընդհանուր դեպքում, ինչ եք անում, այս վեկտորի սկալար արտադրյալը E1-ի հետ տալիս է հենց այդ 5-ը, իսկ այս վեկտորի սկալար արտադրյալը E2-ի հետ տալիս է 3-ը։ Հիմա նմանատիպ մի ձևով էլ գտնելու ենք այս ֆունկցիայի միջոցով, այս գումարից վերականգնելու են գործակիցները նմանատիպ մի ձևով։ Հա, ասեն, եթե տվյալ դեպքում այս գումարից գործակիցները վերականգնելը ոնց որ հեշտ երևում է, այնտեղ մի փոքր գործ կա անելու, մյուս կողմից նաև շատ նման է։ Հա, մինչև այդ գործը անելը մի քանի հատ ինտեգրալներ կհաշվենք, որը հետո կօգտագործենք մի քանի ինտեգրալներ հաշվենք, հա, ասենք մինուս p-ից p սինուս mx-ի ինտեգրալը ոնց որ եք հաշվենք, տեսնենք ինչ է ստացվում։ Ու սինուս mx-ի ինտեգրալը պարզապես հանդիսանում է որը մինուս կոսինուս mx բաժանած m, հա, որտեղ աճը մինուս p-ից p պիտի նայենք, ու որ տեղադրենք p կլինի կոսինուս pm, բաժանած m, մի հատ էլ պիտի հանենք, ընդեղ մինուս նշան կա գումարած, կոսինուս մինուս p-ն պիտի տեղադրենք, մինուս pm կստացվի, իրականում կոսինուս pm-ն ու կոսինուս մինուս pm-ը իրար հետ համընկնում են, երկուսն էլ մինուս 1-ի m աշճան են, համընկնում են, որտեղ զույգ ֆունկցիա է, ու այս կա պարզապես 0, հա, որտեղ այս մինուս նշանով է, այն պլյուս նշանով է, հա։ Ու իհարկե այս ամեն ինչը տեղի ունի, երբ որ m-ը մեծ կամ հավասար է 1, 0 դեպքում պարզապես պետք է ասենք, որ այս ինտեգրալը 0 կլինի, բայց դրա կարիքը չունենք։ Okay. Մի հատ կոսինուսի ինտեգրալները հաշվենք։ Կոսինուսի ինտեգրալն էլ տալու է սինուս mx բաժանած m մինուս p-ից p աճը
Ստեղ ունենալու ենք սինուս pm բաժանած m, նայած էլ հանած սինուս մինուս pm բաժանած m, տեսնենք սինուսը թե pm-ում, թե մինուս pm-ում 0 է, այս տարբերությունը կդառնա 0։ Էլի m-ը մեծ կամ հավասար է 1 դեպքում, եթե m-ը 0 է, ապա ինչ ենք ունենալու։ Մինուս p is p կոսինուս mx-ը պարզապես ներկայացնելու է կոսինուս 0-ն, ինչը 1 է, հա։ Իսկ հաստատում է ինտեգրալը ինչ-որ հատվածով, այդ հատվածի երկարություն անգամ հաստատումն է։ Ձեն ստեղ 2p ենք ունենում։ At sinus mx անգամ կոսինուս kx-ը հաշվենք։ Այս ինտեգրալը հաշվելու համար, քանի որ ստեղ արտադրյալ ունենք, ինչպես։ Եթե նույնը լիներ, այդ դեպքում այո, քանի որ նույնը չի, կարող ենք ինչ բանաձև օգտագործել։ Որ բանաձևն ենք ուզում օգտագործենք։ Սինուս, հա՞։ Ինչ տեսքի բանաձև ենք ուզում կիրառենք։ Սինուս ալֆա պլյուս բետայի բանաձևն ենք ուզում կիրառենք։ Արտադրյալը որ գումար է դարձնում։ Սինուս ալֆա կոսինուս բետա բանաձևն ենք ուզում կիրառենք։ Okay։ Իհարկե այն մասնավոր դեպքում, երբ որ կան m-ը, հենց տալիս է նույն կրկնակի անկյան բանաձևը էլի։ Ըստ 1/3 մի հատ սինուս ալֆա պլյուս բետա, հա։ Ապել գումարած սինուս ալֆա մինուս բետա։ Հա, ճիշտ ես։ Այս պարագայում ոնց որ շատ ավելի հեշտ կարայինք տեղ հասնեինք։ Ոնց որ իհարկե այն ինչ որ հաջորդի վանելու ենք, այտենց տակից դուրս չենք կարողանա գանք, բայց այս պարագայում այտենց ոնց որ հեշտ կարող ենք տեղ հասնել։ Իհարկե ստել արդեն սինուսի ինտեգրալները ունեինք ու ոնց որ զերոները ստացվում են։ Հիմա եթե ուզում ենք հաշվենք, ասենք մինուս p-ից p ինտեգրալ սինուս mx անգամ սինուս kx, ցավոք արդեն այդ ասածը լրիվ լուծման չի բերի, որովհետև երկուսն էլ կենտ են, արտադրյալը կտա զույգ ֆունկցիա ինտեգրալը հեշտ պարտադիր չի որ 0 լինի, ու կարող ենք փոխարինել 2 հատ 0-ից p-ով, բայց միևնույնն է ինտեգրալը հաշվելու համար հարկավոր է լինելու էլի այս արտադրյալը գումարի բերելու բանաձևերից, հա, օգտվել։ Այստեղ լինելու է ինչ։ Մինուս p-ից p, 1/3, այդ սինուս ալֆա սինուս բետան, այդ կոսինուս ալֆա մինուս բետան պետք է գրենք, mx հանած kx, հանած կոսինուս mx գումարած kx, Ստեղ փաստացի m հանած k անգամ x-ն է, այստեղ էլ m գումարած k անգամ x-ն է գրված։ Հիմա կոսինուսի ինտեգրալները տեսել էինք
որ 0 են, եթե գործակիցը այս մեկից մեծ կամ հավասար է ու եթե գործակիցը 0 է, միայն այդ դեպքում տալիս է 2π։ Այսինքն ստեղ ոչ զրոյական ինտեգրալ կարող ենք ունենալ ու m-ն ու k-ն մեր մոտ ոչ բացասական ամբողջ թվեր են, հա։ Հա, եթե m-ը հավասար չի կա, այսինքն ստեղ եթե m-ը հավասար չի կա, թե սա կլինեն ոչ զրոյական ու այդ պատճառով ինտեգրալը կստացվի 0։ Իսկ եթե m-ը հավասար լինի k-ին, այդ դեպքում սա իրանից կներկայացնի պարզապես 1-ը, այս մյուսի ինտեգրալը, ու իհարկե, հա, 0 կտա, եթե ոնց որ m-ն ու k-ն մեծ կամ հավասար են 1-ից, հա։ 0 կտա ու ստեղ կունենանք ոնց որ այս 2π-ի 1/3 գործակցով, այսինքն π։ Ու ստեղ իհարկե այս եթե մեծ կամ հավասար են 1-ից, հա։ Սա կան եթե իրար հավասար են ու մեծ հավասար են 1-ից։ Մի հատ էլ ինտեգրալ կա, որ հարկավոր է հաշվել, մինուս π-ից π, արդեն կոսինուսների արտադրյալ, հա, կոսինուս mx անգամ կոսինուս kx-ի ինտեգրալը եթե ուզում ենք հաշվենք, ստեղ էլ էլի զույգ ֆունկցիաների արտադրյալ ունենք, որը էլի զույգ է ու էլի կարող ենք փոխարինել երկու հատ 0-ից π-ով, բայց ոնց որ ինտեգրալը հաշվելու համար ինչ ենք անում, մայր կոսինուս ալֆա, կոսինուս բետա այդ արտադրյալը գումարի բերելու բանաձևից ենք օգտվում, 1/3 կոսինուս անկյունների գումար, հա։ Հատել գումարում ենք կոսինուս ալֆա մինուս բետան, տվյալ դեպքում mx հանած kx-ը, ու ինչ ենք ունենում, էլի, եթե m-ը հավասար չի եղավ k-ի, այսինքն ստեղ ոնց որ ընդամենը նշանի տարբերությունն է, այս մի գումարելու ինտեգրալը այսպես թե այնպես 0 է, եթե երկուսն էլ միաժամանակ 0 չեն, իսկ այդ դեպքը ոնց որ հիմա չենք էլ նայում, այս մեկի ինտեգրալը միայն ոչ զրոյական կարող է լինել, եթե m-ը հավասար լինի k-ի, հա, այսինքն եթե m-ը k-ին հավասար չի, ինչպես եւ նախորդ դեպքում 0 կունենանք, որովհետեւ երկուսն էլ ոչ զրոյական, երկուսի ինտեգրալն էլ 0 կտա, իսկ եթե m-ը հավասար է k-ի, դրանք մեծ կամ հավասար են 1-ից, ապա առաջին ինտեգրալը կտա առաջին ինտեգրալը կտա 0, երկրորդի ինտեգրալը կտա 2π, որը բազմապատկած 1/3-ով կտա π։ Հիմա արդեն այս օգտվելով այս հավասարություններից կարող ենք հետևյալը այդ վերականգնման բանաձևը տալ, հետևյալ թեորեմը ապացուցել։ Այնտեղ այս a0 կես գումարած ակա կոսինուս kx գումարած bk սինուս kx եռանկյունաչափական շարքը հավասարաչափ զուգամիտում է
fx-ին մինուս pp հատվածի վրա ապա պարզում է, որ այս ակա գործակիցները, կոսինուսների գործակիցները վերականգնվում են հետևյալ բանաձևերով 1/3 ինտեգրալ մինուս p-ից p fx կոսինուս kx dx ընդ որում ստեղ կան թույլ ենք տալի, որ նաև լինի 0, հա, որտեվ կան երբ որ 0 ենք դնում, այդ պարագայում նաև a0 ենք վերականգնում ու բերկանել ինչպես կարող եք արդեն ենթադրել վերականգնվի 1/3 ինտեգրալ մինուս p-ից p fx սինուս kx, հա բանաձևերով ստեղ կան արդեն մեծ կամ հավասարան 1, հա այս բանաձևերն էլ անվանում են Էլեր-Ֆուրիեի բանաձևեր, հա Շատ լավ, հիմա մեր նպատակն է լինելու այս գումարի միջոցով, որը fx-ն է, գտնենք այս գործակիցները, փորձենք հասկանանք, որ իրոք այդ գործակիցները այս բանաձևերով են տրվում։ Լավ, ստեղ ոնց որ ինչ ֆիքսենք, որ սինուս mx սինուս kx-ի ինտեգրալը նույն կոսինուս mx կոսինուս kx-ի ինտեգրալն էր, հա, այսի մինուս p-ից p սինուս mx սինուս kx dx, այս մեր 4-րդ հատկություններ ու երրորդ հատկությունները ասել ենք, որ մինուս p-ից p սինուս mx կոսինուս kx-ի ինտեգրալը 0, այս էլ մեր երրորդ հատկությունն է, ստեղ գրեմ, որ աչքի առաջ լինի։ Հիմա նախ եկենք հասկանանք, որ եթե այդ եռանկյունաչափական շարքը հավասարաչափ զուգամիտում է, այդ դեպքում այդ շարքի գումարը իրայից ինչպիսի ֆունկցիա կներկայացնի։ Եթե հավասարաչափ զուգամիտում է, անընդհատ ֆունկցիա կներկայացնի իրանից, որտեվ սրանք, հա, քանի որ կոսինուս kx մարազմիկա kx-ը հավասարաչափ զուգամետ է, և կոսինուս, այս ակա կոսինուս kx գումարած դեկա սինուս kx ֆունկցիաներն անընդհատ են,
ուստի fx-ը եւս անընդհատ է, հա։ Հիմա եթե նայում ենք օրինակ ակայի բանաձևին, հա, նեղ 1/3 ինտեգրալ մինուս p-ից p fx սինուս kx, հա։ Հիմա fx անգամ սինուս kx-ի ինտեգրալն ենք ուզում դիտարկենք ու fx անգամ սինուս kx-ին կամ նկատենք, որ fx անգամ սինուս mx ֆունկցիային ով է հավասարաչափ զուգամիտելու։ Սենց fx անգամ սինուս mx ֆունկցիային հավասարաչափ զուգամիտում եմ որ շարքը a0 կես անգամ սինուս mx, հա, գումարած այն ինչ որ մենք ունեինք, այստեղ գումար կան 1-ից անվերջ ակա կոսինուս kx գումարած bk սինուս kx բազմապատկած սինուս mx։ Եկեք դրա մեջ համոզվենք, հա։ Իրոք։ Այն հավասարաչափ զուգամությունը, որ ունեինք, այդ ինչ էր նշանակում։ Ունենք, որ կամայական էպսիլոն դրական թվի համար մի հատ համար կա, չէ՞։ Կախված էպսիլոնից, այնպես որ հենց n ու n շտրիխը մեծ են n0-ից հենց n-ը մեծ է n0-ից հենց n-ը մեծ է n0-ից տեղից ունենում ենք, որ մոդուլ fx հանած a0 կեսին գումարած ես գումարը 1-ից մինչև n, հա, եթե n-յորդ մասնակի գումարը նայենք, ինչպես? Եկեք սա նշանակենք մեծատառ x-ով, հա, որ ավելի կրճատու հարմար լինի։ Այս տարբերությունը փոքր կլինի էպսիլոնից։ Հա, որ x-երի համար այդ փոքր կլինի էպսիլոնից։ Բոլոր x-երի համար որ ինտերվալից։ Մինուս p-ից, հա։ Համարական x-ի համար մինուս p-ից p։ Շատ լավ, հիմա մեզ հետաքրքրում է fx անգամ սինուս mx-ը, ու ստեղ նույն այդ ակx-երը բազմապատկած սինուս mx-երով։ Հետևաբար մոդուլ fx անգամ սինուս mx հանած a0 կես անգամ սինուս mx ու գումար կան 1-ից n ակx
անգամ սինուս mx-ը, այդ իրանից ինչ է ներկայացնում։ Պարզապես կարող ենք ընդհանուր հանել սինուս mx-ը, մոդուլով էդի առանձին գրենք, հա, մոդուլ սինուս mx, ու մնացածն էլ fx հանած ունենում ենք այս a0 և n-րդ մասնակի գումարը, ակx, ինչը գիտեինք, որ էպսիլոնից փոքր էր, սա էպսիլոնից էր փոքր, սա մեկից, փոքր հավասար լինում, փոքր է լինում, որովհետև մեկը փոքր հավասար է, մյուսը փոքրը վա, արդեն արտադրյալը փոքր կլինի, մեկ անգամ էպսիլոնից, համարական x-ի համար մինուս pp, էլի տեսնում ենք, որ հիմա այս նոր շարքի մասնակի գումարները հավասարաչափ զուգամտում են այս նոր ֆունկցիային։ Լավ, հիմա որ եթե հավասարաչափ զուգամտություն ունենք, այդ պարագայում կարող ենք ինտեգրել, հա, այս ինտեգրալներն էլ կձգտեն սահմանի ինտեգրալին, հա։ Օգտվելով հավասարաչափ զուգամտությունից ստանանք, որ այն մեծությունը, որը մենք հետաքրքրված էինք, 1 pi-րդ մինուս p-ից p fx անգամ սինուս mx-ի ինտեգրալը, որը ուզում էինք համոզվենք, որ հանդիսանում է մեր am գործակիցը, այսինքն ինչի ես ամեն ինչը դիտարկեցինք, որտեղ հենց այս բանաձևն էինք ուզում ստանայինք։ Այդ ինչի հավասար կլինի։ Հավասար կլինի սահման, երբ որ n-ը ձգտում է անվերջության, 1 pi-րդ ինտեգրալ մինուս p-ից p, հա, AIS ֆունկցիայից, a0 անգամ սինուս mx, գումարած ես n-րդ մասնակի գումարը, գումար կան 1-ից n, ակx անգամ սինուս mx։ Ու հիմա քանի որ այս գումարը իրանից ներկայացնում է վերջավոր ստեղ գումար ունենք, կարող ենք նաև ասել, որ հա, այդ գումարի ինտեգրալը ինտեգրալների գումարն է հանդիսանում։ Շատ լավ։ Ստեղից ինչ հարց կար։ Այսինքն ստեղ ինչ կարող են գրել։ Սահման, n-ը ձգտում է անվերջության, կամ 1 pi-րդը կարող ենք դրսում գրել, ու ինչ ենք ունենալու, մի հատ ինտեգրալ մինուս p-ից p, a0 անգամ սինուս mx dx, գումարած, գումար կան 1-ից n, ինտեգրալ մինուս p-ից p, մի հատ եկեք հիշացնենք այդ ակx-ը ով էր։ Ակx-ը, մեծատառ ակx-ը, էդի փոքրատառ ակա կոսինուս kx, գումարած բեկա սինուս kx-ն է, սա բազմապատկել ենք սինուս mx-ով։ Ու ինտեգրել է։ Իհարկե, ստեղ կարող ենք մի հատ էլ բացենք, հա, ու հատ ինտեգրենք։ Ինչ ենք ունենալու։ Նախ սինուսի ինտեգրալները արդեն գիտենք, որ
0-յա, հա։ Ձերում գրենք, ստեղ էլ ունենալու ենք գումար կան 1-ից n, ակա անգամ մի հատ ինտեգրալ մինուս p-ից p կոսինուս kx սինուս mx ու գումարած ապել բեկա անգամ ինտեգրալ սինուս kx սինուս mx հիմա այս կոսինուս kx սինուս mx-երը համաձայն որ հավասարության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համաձայն երրորդի, չէ, դրանք բոլորը 0 էին։ Okay, հիմա այստեղ օգտագործեցինք հավանաբար առաջինը, հա։ Հիմա օգտագործում ենք մի հատ երրորդը։ Ասում ենք ստրանք 0-ին ակայերը 0-ով են բազմապատկված, հա։ Մի հատ էլ գումար կունենանք այս բեկայերից միակ ոչ զրոյականը լինելու է այն դեպքում, երբ որ կան ու m-ը իրար հետ համընկնեն։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ ստեղ մեր մոտ կան փոխվում է 1-ից n, ու եթե n-ը արդեն m-ից մեծ եղավ, կան այդ m արժեքը կընդունի։ Եթե m արժեքը կընդունի, այդ դեպքում այդ մի ինտեգրալը կստացվի p, մնացած բոլոր ինտեգրալները 0 են լինելու, այսինքն, եթե ուզում եք, ստեղ սենց կարող են գրել, հա, ասենք b1 անգամ 0, գումարած b2 անգամ 0, մինչև bm-1-ը միևնույնն է 0-ով է բազմապատկվելու, միայն bm-ն է, որ բազմապատկվելու է p-ով, ու հետո bm+1-ը և մինչև bn-ը բոլորը 0-ով են բազմապատկվելու։ Այսինքն այս ամբողջ գումարը իրանից ներկայացնում է պարզապես p անգամ bm-ը։ Ու կարևորը հաստատուն է, իր սահմանը ևս այդ նույն հաստատումն է, ստանալու ենք 1/3 անգամ p bm, այսինքն ստացանք այն մեր նշած բանաձևերից երկրորդը, հա, որ bm-ը հավասար է f անգամ սինուս mx-ի ինտեգրալ, ու այնտեղ այն 1/3 գործակիցն էլ տեղ ունեցանք։ Արի։ Հա, ոնց որ կարանք զուտ կարճ գրենք am-ը ինչ կլինի առանց այդ բոլոր նույն դետալները կրկնելու, հա։ Այսինքն հիմա որպեսզի am-ին համապատասխան բանաձևը ստանանք, պետքա դիտարկենք 1/3 ինտեգրալ մինուս p-ից p fx անգամ կոսինուս mx-ը, հա։ Ու ստեղ ունենալու ենք էլի, որ հավասարաչափ զուգամության շնորհիվ, այո, սահմանային անցում ենք կարողանալու կատարել, ինտեգրալի նշանի տակ, ու ասենք, որ այդ հավասարվելու է ինտեգրալ մինուս p-ից p այդ a0 կոսինուս mx-ի ինտեգրալ ու գումարած կան 1-ից n հատ ակա անգամ ինտեգրալը կոսինուս kx կոսինուս mx ու մի հատ էլ գումար կան 1-ից n ինտեգրալ մինուս p-ից p ստեղ բեկա անգամ սինուս kx կոսինուս mx dx Այս երկրորդ
ինտեգրալները մեր մոտ տալու են 0, հա, համաձայն այս երրորդ հավասարության, իսկ այս ինտեգրալներից միակ ոչ զրոյականը լինելու է այն պարագայում, երբ որ ինչը ինչին հավասարվի, m-ը կային, թե կան m-ին, հա, m-ը ֆիքսած է, կան այդ m արժեքը, երբ որ կընդունի, այդ ժամանակ այդ հավասարությունը կունենանք, այսինքն ունենալու ենք ստեղ 1/3 անգամ ինչ որ 0 գումարած ստեղ երբ որ կան m կդառնա, իսկ դա կլինի բավականաչափ մեծ n-երի համար, ստեղ am անգամ էլի p գումարած ստեղ էլ 0, ու ինչը կտա am-ը, սա կաշխատի նույնիսկ այն դեպքում, երբ որ m-ը 0 է, որովհետև m-ը 0-ի դեպքում ստեղ ունենալու ենք կոսինուս mx-ի ինտեգրալը այդ պարագայում տալու է 2p, ու այդ էլ հենց պատճառն է, որ ստեղ a0 կես են գրում, այլ ոչ թե a0 են գրում, որ այն մի սովորաբար մեր մոտ ինտեգրալը p է տալիս, միայն այս մի դեպքում է, որ 2p է տալիս, այդ պատճառով էլ a0 կեսով են գրում, որ նույն բանաձևի միջոցով արտահայտվի, հա։ Այս կստանանք ինչ որ m-ը մեծ քան մեկ դեպքում, m-ը 0 դեպքը լրիվ նույն ձևով գնում է, պարզապես ստեղ արդեն ունենալու ենք a0 կես անգամ 2p։ Բարի, այսինքն մենք տեսանք, որ եթե այդ եռանկյունաչափական շարքը հավասարաչափ զուգամետ է, ապա իր գումարից կարողանում ենք վերականգնենք իր այդ գործակիցները։ Ֆունկցիայի շարք նրա մասնակի գումարների արտահայտումը Դիրիխլեի ինտեգրալի միջոցով։ Դեցուկ ունենք f ֆունկցիան երկու պի պարբերական է և ինտեգրելի է մինուս պի հատվածի վրա նշեցնենք, որ ինտեգրելի ֆունկցիաների դասը նշանակում ենք r մինուս պի հա։ Լավ, հիմա կարող ենք կամայական ինտեգրելի ֆունկցիայի համար իրան համապատասխանության մեջ դնենք եռանկյունաչափական շարքը հետևյալ կերպ, հա։ Այս համանում a0 կես գումարած գումարական մեկից անվերջ ակա կոսինուս kx գումարած բետա սինուս kx եռանկյունաչափական շարքը որտեղ ական տրվում է նախորդիվ տրված բանաձևերով, հա,
1 pi-որդ ինտեգրալ մինուս p-ից p fx կոսինուս kx dx բեկանել 1 pi-որդ մինուս p-ից p սինուս kx dx այս եռանկյունաչափական շարքը կանվանենք f ֆունկցիայի Ֆուրիեի շարք։ Այսինքն f-ին համապատասխանության մեջ ենք դնում իր Ֆուրիեի շարքը a0 կես մարած մար կան եկից անվերջ ակա կոսինուս kx բեկա սինուս kx Հիմա նախորդ թեորեմը, որ ապացուցել էինք, ինչ էինք ապացուցել, որ եթե ինչ-որ եռանկյունաչափական շարք հավասարաչափ զուգամիտում է որ ֆունկցիայի, այդ դեպքում այդ գործակիցները այս բանաձևով էին որոշվում։ Հա, իհարկե, շնորհակալություն։ Սինուս kx։ Այդ պարագայում, հա, այս ակա բեկա գործակիցները որոշվում էին այս բանաձևերով։ Ինչը նշանակում է, որ փաստացի, եթե ունենք, որ մի ֆունկցիայի ինչ-որ մի եռանկյունաչափական շարք հավասարաչափ զուգամիտում է, ապա այդ շարքը ուզած-չուզած պետք է լինի իր Ֆուրիեի շարքը։ Այլ շարք չի կարող զուգամիտել, այսին սենց ասած, եթե fx արժի գրել, հա, ոչ միայն այդ համապատասխանությունը, հավասարություն, եթե կա ինչ-որ լավ իմաստով, հա, այսին հավասարաչափ զուգամիտության իմաստով, ապա այդ շարքը միակն է, ուրիշ տարբերակ չկա։ Հիմա մեր ոնց որ հաջորդ խնդիրը լինելու է փորձել հասկանալ, թե որ ֆունկցիաների համար այդ իր Ֆուրիեի շարքերը իրոք կզուգամիտեն կամ հավասարաչափ կզուգամիտեն այդ ֆունկցիային ու դրա համար մասնակի գումարների հետ ենք աշխատելու, մասնակի գումարների համար ինչ-որ հարմար տեսք ենք ստանալու, որտեղից էլ կարողանալու ենք հասկանալ, թե ինչ պարագայում այդ զուգամիտությունը կա։ Երբ այդ մասնակի գումարները կձգտեն մեր ֆունկցիային, հա, մի հատ այսպիսի լեմմա ապացուցենք integrենք Սենց մի հատ հավասարություն նախ ցույց տանք Ստեղ կոսինուս տերն ու հաջորդ գումարելին կոսինուս 2t է, ամեն անգամ արգումենտը t-ով աճում է ու եթե այդ գումարները կարողանանք ինչ-որ տելեսկոպիկ տեսքով ներկայացնել, ինչ-որ bn հանած bn+1
Իքը կրճատումներ կարող են լինել ու ի վերջո շատ ավելի սրա նման ինչ-որ կոմպակտ տեստ ստանանք։ Այդ նպատակով ոնց որ բազմապատկելու բաժանելու ենք այդ ամեն անգամ ինչքան որ արգումենտը աճում է, t, հա, դրա կեսի սինուսով ու եկեք տեսնենք ինչ կկատարվի, հա, այսինքն այստեղ 1/2 պլյուս կոսինուս t պլյուս կոսինուս 2t կոսինուս n-ն բազմապատկենք սինուս t կեսով ու բաժանենք սինուս t կեսի վրա։ Ինչ է լինում, կարող ենք նախ փակագծերը բացել ու սինուս t կես, հետո սինուս t կես անգամ կոսինուս t, հետո սինուս t կես անգամ կոսինուս 2t, այդպես մինչև սինուս t կես անգամ կոսինուս n-t, այս ամբողջը բաժանված է սինուս t կեսի վրա, ու իհարկե երբ որ ստեղ արտադրյալներ ունենք, այդ արտադրյալները դարձնելու ենք գումարներ, հա, այդ սինուս ալֆա, կոսինուս բետա բանաձևից ենք օգտվելու, ստեղ մի հատ հիշեցնեմ, հա, սինուս ալֆա, կոսինուս բետան, հետի 1/2 սինուս ալֆա պլյուս բետա, գումարած սինուս ալֆա մինուս բետա, այսինքն ինչ ենք ունենալու, առաջին գումարելին թողում ենք այնպես ինչպես և կա, երկրորդ գումարելին դառնալու է 1/2 մի հատ անկյունների գումարը, եկեք գրեմ t պլյուս t կես, հա, հակառակ կարգով գրեմ, ընդեղ էլ որ պետք է գրեինք t կես հանած t կես հանած t-ի փոխարեն գրենք մինուսով t մինուս t կես, քանի որ սինուսը կենտ ֆունկցիա է, հա, այստեղ հանած սինուս t մինուս t կես։ Հիմա նույն կերպ են հաջորդ գումարելին ինչ է լինելու, կասեք 1/2 2t գումարած t կես ու հանած սինուս 2t հանած t կես։ Ու այդպես շարունակելու ենք, եկեք ստեղ այս պարզապես գործակից գրենք, մեկը բաժանած սինուս t կեսը բազմի պատկված է լինելու այս ամբողջով։ Վերջում էլ ինչ ենք գումարելու։ Վերջին, եթե արտադրյալը գումար դարձնենք, ունենալու ենք 1/2 սինուս n-t պլյուս t կես ու հանած սինուս n-t մինուս t կես։ Այս փակեցինք, մի հատ էլ այսպես փակեցինք։ Հիմա եկեք նկատենք, որ ինչ է կատարում։ Այստեղ ունենում ենք սինուս t կես։ Այս սինուս t կեսը իրականում այստեղ այս 1/2 սինուս t կեսի հետ էլ դա էլ իր հերթին է կրճատվում, այս սրա հետ է կրճատվում։ Այստեղ ունենում ենք t-ին գումարած t կես, այստեղ ունենում ենք 2t-ից հանած t կես, հենց այդ էլ պատճառներ, որ այդ քայլի կեսով էինք բազմապատկում բաժանում, հա, որ այստեղ t-ն է, 2t-ն է, հետո 3t-ն է, երբ որ քայլի կեսով եք բազմապատկում բաժանում, այստեղ t-ի փոխարեն ոնց որ մի հատ 0.5t, մի հատ 1.5t եք ունենում, 2t-ի փոխարեն էլ 1.5t ու 2.5t եք ունենում ու այստեղ այսա սրա հետ է կրճատվելու։ Այս
երկու տեից հանածը ու տեին գումարածը իրար հետ կկրճատվեն։ Այդ է պատճառը, որ սինուս տեկեսով բազում պատկեցին բաժանեցինք։ Նույն կերպ այս 2t պլյուս տեկեսը կկրճատվի սինուս 3t մինուս տեկեսի հետ, հա, ու այդպես բոլորը կրճատվելով կգնան, կմնա միայն նախավերջինը ամենամեծ արգումենտով, հա, միայն այս է մնալու, այսինքն ունենալու ենք 1/3 սինուս nt պլյուս տեկեսը բաժանած սինուս տեկեսի, դա էլ հենց այն տեսքն է, որը որ մեզ պետք էր, սինուս n պլյուս 1 n պլյուս 1/3, հա, եթե տեն ընդհանուր հանենք, կլինի n պլյուս 1/3 գործակիցը ու այս երկուսն էլ կարող ենք հայտարարում գրել 2 սինուս տեկես։ Նարի, եսի մեզ կօգնի արդեն մասնակի գումարի համար տեսքը ստանալ։ Խնդիրներից գործարել եք, ուրեմն եկեք խնդիրները քննարկենք, այս 15 րոպեն, հետո հաջորդ անգամ արդեն այս լեմայից կշարունակենք։ Ինչպես։ Հա։ Այս ինտեգրալը մոտաստացվել հաշվել։ Okay, արի մեհեր, արի։ Կան, կերացում եք, հը? Բայց մտացել ես։ Կերած կա մոտդ։ Okay. Ոնց որ ընդհանուր առմամբ լավ է։ Այսինքն պետք է որ ճիշտ լինի։ Շուտ դետալներ մի քիչ էս կոմենքում չգիտեմ, բայց ինչի որ պետք է արել ես ապրես։ Չէ, ոչ մի ֆունկցիայից օգտվել պետք չէ, պետք էր ոնց որ Okay. Այսինքն եկել ես հանգել ես, որ գամմա ինչ-որ մի բանն է։ Okay. Вообще հետաքրքիր էր։ Լավ։ Կասես ինչ ես անում հեր։ Ոնց մենք երատեսից օգտվում ենք, որ նույնպես ալտագերներ գումարից։ Դամա x-ը երկու սետ է բաժանում ու բանում։ Սինուս x-ը բաժանում օգտվում։ Ոնց որ այդ ինքնանպատակ չէր, այսինքն դա ֆորիի շարքի մասնակի գումարների մեջ այդ գումարը քեզ պետք է գալու, դրա համար դա արեցինք։ Այդ քո ասածը իմ կարծում որ տենց լավ տեսք ունենա, բայց ինչ որ տենց արտադրյալների արժեքները սահմանը
Հիմա շուտ հետաքրքիր խնդիրներ այդ շրջակայքում կա, քո ասացի ոչի։ Լավ, ոնց որ առանձնացրեցինք ինտեգրալները, հա։ Հիմա կասես հիմա ինչ ես անում։ Կրճատվեն։ Okay։ Կրճատվել դժվար ստացվի։ Հա։ Okay։ Զեն ոնց որ sense շարունակում ես ու վերջը թիվ ես ստանում։ Չէ, տենց դժվար լինի։ Տենց դժվար լինի։ Okay։ Լավ, քանի որ այսքանը գրված է, այս սրա շարունակությունը հետեւյալը պետք է անենք, ոնց որ պետք է լոգարիթմ սինուս t ստանանք, ստեղել, ոնց որ մեր սկզբնական ինտեգրալը 0-ից π կեսա, այս առաջին ինտեգրալը 0-ից π քառորդն է, ոնց որ տակը մնում է մի հատ էլ փորձել π քառորդից π կես ինտեգրալ ստանալ, օգտագործելով այս երկրորդը։ Ինչպես կարող ենք π քառորդից π կես ինտեգրալ ստանալ լոգարիթմ կոսինուս t-ն, ինչպես լոգարիթմ սինուս t սարքենք ու π քառորդից π կես։ Ինչպես π կես π կես մինուս մեր այդ այստեղ ոնց որ π կես հանած t-ն փոխարինենք ինչ-որ ու-ով, ինչ ենք ունենալու, այստեղ այս երկու լոգարիթմ 2 π քառորդն է, այս հաստատումը, երկու հատ ինտեգրալ 0-ից π քառորդ այդ լոգարիթմ սինուս t-ն է, ու մի հատ էլ ունենալու ենք երկու, արդեն 0-ն, եթե ստեղ դնում ենք, ստացվում է π կես, երբ որ π քառորդն ենք տեղադրում այստեղ, ունենում ենք էլի π քառորդ, լոգարիթմ կոսինուս t-ի փոխարեն պետք է գրենք կոսինուս π կես հանած ու այստեղ էլ d π կես հանած ու պետք է գրենք, ինչը իհարկե կոսինուս π կես հանած ուն էդի սինուս ուն է, իսկ այս d-ի π կես հանած ու այս π կես հանած ուի ածանցյալը մի հատիկ հավելյալ մինուսա տալի, որը հնարավորություն է տալու այս շրջել, հա, ինտեգրման սահմանները, այսինքն արդյունքում ստանալու ենք 2 լոգարիթմ 2, π լոգարիթմ 2 կես, հա, գումարած 2 հատ ինտեգրալ 0-ից π կես լոգարիթմ սինուս t dt, որովհետև ստեղ 0-ից π քառորդ ունեինք, հաջորդիվ ստացանք π քառորդից π կես, որ դրանք իրար կպցնենք, կստանանք, որ արդեն կպցնում ենք, ստանում ենք մի հատ ինտեգրալ 0-ից π կես, հա, լոգարիթմ սինուս t։ Ինչպես։ Լավ, այսինքն ստացանք 2 հատ սկզբնական ինտեգրալ գումարած ինչ-որ մի թիվը հավասար է այն սկզբնական ինտեգրալին։ Հիմա ինչ պետք է անենք։ Մի կողմում հավաքենք ու ասենք, որ okay, այս որ տանենք այն կողմ, կասենք, որ մինուս ինտեգրալը հավասար է այս թվին։ Ինտեգրալն էլ կստանանք մինուս այդ թիվը։ Այդ ճիշտ կլինի այն պարագայում, երբ որ գիտեք, որ ինչ։ Այդ ոնց որ մի դետ, հա? Որ ինտեգրալը գոյություն ունի եւ վերջաբուր է։ Որտեւ եթե հանգարց այդ ինտեգրալը անվերջ լիներ, օրինակ պլյուս անվերջ,
Էլի էս հավասարությունը տեղի կունենար։ Պլյուս անվերջը հավասար է ինչ-որ թիվ գումարած 2 հատ պլյուս անվերջ։ Միևնույնն է, դա ճշմարիտ է։ Այսինքն, որպեսզի կարողանաք այդ տանեք այն կողմ ու ստանաք այդ ինտեգրալի արժեքը, մի հատ էլ պետք է հավելյալ ասեք, որ իրոք սա զուգամետ է, դա էլ հա Okay, հա, պետք է ցույց տալ օրինակ լոգարիթմիկսի կարգի է ու հետո էլ ցույց տալ, որ դա լոգարիթմիկսի ինտեգրալն էլ 0-ից ինչ որ միտեղ զուգամետ է։ Հա? Այսինքն այդտեղ էլի գործ կա անելու, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Okay։ Լավ։ Logaritm x-ը x-ի հետ նույն կարգի չի, այդ logaritm 1 + x-ներ, logaritm x-ը այդ մինուս անվերջի է գնում, բայց logaritm x-ի նախնականը կարելի է հաշվել, հետո x անգամ logaritm x գումարած 1, ու տենց կամ հանած 1, Okay, այսինքն այնտեղ ոնց որ գործ կա անելու։ Okay։ Լավ, այն հաջորդ մի հատ էլ ոնց որ պիտի ինչպես։ Մի հատ էլ հա, այնտեղ ունեինք խնդիր, որը հետևյալն էր։ Նվազող ֆունկցիա ունեինք, հա, 0,1-ի վրա։ Ու 0 անսահմանափակ, գիտենք, որ այդ 0-ից 1 անիսկական ինտեգրալը զուգամետ էր ու ուզում ենք տեսնենք, որ այդ պարագայում սահման 1/3 գումար ինչ էր f կա n-ը, կան որտեղ 1-ից n էր փոխվում, հենց տալիս է այդ ինտեգրալը։ Okay, որ կտորը որ լավ է սարը հետի ասա, մեկ այլ մարդ էլ գուցե այն մյուս կտորը շարունակի, կամ եթե ինչ-որ այլ մարդ ուզում է գա, արի լավ, արի։ Դե, ոնց որ աջող թե նվազողը տենց շատ էական չի, որտեղ մի հատ մինուսով մեկից մյուսը անցնում ես։ Ինչպես։ Այո։ Եկա մի փոքր բարձ է, որ բոլորը լսեն։ Okay։
Բացի ոնց որ 0-ից 1/9 մնացած բոլոր հատվածներով էինք հարցնում ինտեգրալը, ու այդ պատճառով արդեն գումարը։ Նույն կերպ կարող ենք 1-ից n գրենք, այո, ու հանենք այդ առաջին գումարը, գնաց։ Okay. Նա իրականում սրա հարցը որ անենք ավելի լավ կլիներ, այսինքն ոչ թե ինտեգրալը գումարներով գնահատենք, գումարը ինտեգրալներով գնահատենք։ Հետո սրանց հետ խնդիր ունենալու։ Էլի ոնց որ կարելի է այս խնդրը լուծել, ոչ մի խնդիր։ Okay, ես սրա խնդրն էլ կլուծենք, քանի որ սենց գրել ենք, սենց էլ կլուծենք, հարցը կգնա։ Okay, շարունակությունը ասա, այն այդ կտորն էլ։ Սահմանի, որ անցնենք էսի կձգտի։ Այս ինտեգրալը 1/9-ից 1 ինչի է ձգտելու, եթե նա անվերջը ձգտեցնենք, 0-ից 1 ինտեգրալին է ձգտելու։ Հա։ Ու ցեստը խելի։ Okay, միևնույնն է մեզ հարկավոր է ոնց որ այս որպեսզի այս սահմանը ընդհանրապես գոյություն ունենա, պետք է սա գնահատենք ինտեգրալներով։ Okay, միևնույնն է, այստեղից մի քայլ է, էլի, պետք է անել։ Արեք այդ մի քայլը ասենք ինչա։ Գումարը ինտեգրալներով գնահատենք։ Այսինքն հիմա այս գումարը մեզ հետաքրքրող, քանի որ այդ կերպ գրել ենք արդեն, այդ կերպ էլ շարունակենք, հա։ Այս 1-ից n գումարը ինչ է։ Մեծ կամ հավասար է ինտեգրալ գումարած այս մի գումարելին f1 անգամ 1/9։ Մյուս կողմից այդ գումարը փոքր հավասար է ինտեգրալ գումարած սա։ Չէ, ինտեգրալը այս ինտեգրալ 1/9-ից ոնց որ գրեիշ 0-ից 1 այո։ Ոնց որ կարայիշ մի անգամից 0-ից 1 գրեիշ պրծնեիշ։ Կամ եթե ճիշտ այն ինչ որ դու էիր գրել 1/9-ից 1 էիր գրելու գումարած f 1/9 անգամ 1/9 այս էլ փոքր է 0-ից 1/9 ինտեգրալից, այսինքն ի վերջո ստացվում է 0-ից 1 fx dx-ից փոքր հավասար է։ Անցար մեր խնդիրը մենք ում սահմանը չգիտեինք գումարի ինտեգրալի զուգամությունը գիտենք գումարի զուգամությունը չգիտենք դրա համար գումարը պետք է գնահատես ինչ որ բաներով որոնց զուգամությունը գիտես սա տեսնում ես դիտում է ինտեգրալ 0-ից 1 fx dx-ի այն էլ հենց հաստատում է ու այդ x-ի միջև լինելով ուզած չուզած այս գումարն էլ ձգտելու է նույն ինտեգրալին։ Ոստիկանների կանոն։ Հա։ Հա։ Լոգարիթմի մեջ արտադրելը դա պարզապես գումարներն են։ Հա։ Ոնց որ այնտեղ ձեզ տրված էր ինչ էր տրված։
Մի հատ էլ սրա հիման վրա հարկավոր էր ստանալ n աշճանի արմատ n ֆակտորիալ բաժանած n-ի սահմանը։ Սրա վրա քանի հոգի է հասցրել մտածի։ Okay։ Ոնց որ էսի նայեք հաջորդ անգամ խոսանք։ Այդ դեպքում տենց ավելի ճիշտ կլինի։ Ստացվել էր ապրես։ Ոնց որ նախորդ խնդրի միջոցով ուզում ենք էս ստանանք։ Սրա սահմանը հաշվենք 1/3 ասենք։ Ասա շարքի։ Անդեղ ինչ-որ մի հատ հարմար ֆունկցիա ես վերցնելու, ինչ-որ բաներ անես, որ օգտվելով, որ այս գումարը ձգտում է այս ինտեգրալին, ստանաս, որ okay, այդ գումարը սրա նման մի բան է, կամ այսի սարքեսին նրա գումարի նման մի բան, որ հետո ասես, okay, ինքն էլ ձգտում է ինտեգրալին, այդտեղից ստանաս սահմանը։ Գործը այդ է լինելու։ Ինչ-որ տենց բան, ինչ-որ լայն իմաստով։ Այսին տենց, հենց ուղիղ տենց չես ստանա, բայց ինչ-որ բաներ որ անես, կգաս կստանաս։ Okay։ Սա բարի տանջանք։